Կյանքը տվել է։ Հազար 915 թվականին տեղի ունեցած հայոց ցեղասպանությունը խորը հետք թողեց հայ պատմության հետագա ընթացքի վրա։ Նախորդ դարում տեղի ունեցած ոճրագործությունը խորը հետք թողեց նաև այդ ժամանակաշրջանում ապրող հայ մտավորականների վրա։ Նրանցից շատերի գրիչը թաթախվեց հավիտենական լռության մեջ։ Ոմանց արվեստը միանգամից ընթացավ այլ ուղղությամբ։ Ոմանք տեսնելով, որ փանոսներում տիրող քաոսային վիճակը սկսեցին հոգեպես և ֆիզիկապես քայքայվել։ Ինչպես գիտեք, այսօր լրացավ ցեղասպանության 110-րդ տարելիցը եւ այդ կապակցությամբ մենք միջոցառում էինք կազմակերպել Լինոց-Վինդայի մշակույթի կենտրոնում, որտեղ ներկայացրեցինք փոքրիկ բեմականացում եւ կար նաեւ թեմատիկ ասմունք եւ երգեր։ Միջոցառումը անցավ շատ լավ, ինչպես պլանավորել էինք, դահլիճը լեցուն էր հանդիսատեսով, բայց ես պիտի նշեմ, որ այս միջոցառումը ավելի շուտ ոգեշնչող, ոգեկոճող միջոցառում էր եւ այն նաեւ հիշատակի միջոցառում էր, հարգանքի դուրք մատուցեցինք այս կերպ ցեղասպանության զոհերի հիշատակին եւ ես կարծում եմ, որ մեր սերունդները միշտ պետք է հիշեն ու մենք միշտ պետք է լինենք պահանջատեր եւ մենք քանի դեռ հիշում ենք մեր անմեղ զոհերին, նրանք այդքան ժամանակ ապրում են։